Հայտնություն Հովանու 4-րդ գլուխ Աստծո գահը և երկնային պաշտամունք։ Եվ ահա սրանից հետո տեսա երկնքում բացված մի դուռ, և փողի հնչյունի նմանվող ձայնը, որ նախապես լսել էի, խոսում էր ինձ հետ և ասում. «Ելիր այստեղ, և ես ցույց կտամ, թե սրանից հետո ինչ է պատահելու»։ Եվ իսկույն հոգին վեր բարձրացրեց ինձ։ Այնտեղ երկնքում մի գահ կար, և գահի վրա նստել էր մեկը, որի տեսքը յասպիս և սարդիոն թանկարժեք քարերի փայլ ուներ։ Նրա գահի շուրջ կար մի ծիրանի գոտի, զմրուխտի փայլով, և այդ գահի շուրջ կային 24 գահեր, որոնց վրա նստել էին 24 երեցներ, սպիտակ զգեստներ հագած, և իրենց գլուխների վրա ոսկե պսակներ։ Այդ գահից ելնում էին փայլատակումներ, ձայներ և որոտներ։ Գահի առաջ կային հրաբորբոք 7 ջահեր, որոնք Աստծո 7 հոգիներն են։ Գահի առաջ կար նաև ապակե ծովի նման մի տարածություն, բյուրեղի պես վճիտ։ Այնտեղ կենտրոնում գահի շուրջը 4 կողմից կային 4 կենդանիներ, առջևից և ետևից աչքերով լի։ Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդը եզի, երրորդ կենդանու դեմքը նման էր մարդու դեմքի, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։ 4 կենդանիներից յուրաքանչյուրն ուներ 6 թև, ներսից և դրսից աչքերով լի։ Այդ կենդանիները գիշեր-ցերեկ անդադար ասում էին. «Սուրբ, Սուրբ, Սուրբ ամենակալ Տեր Աստված, որ էր, որ է և որ գալու է»։ Երբ կենդանիները փառք, պատիվ և գոհություն էին տալիս Նրան, որ նստած էր գահի վրա, Նրան, որ ապրում է հավիտյանս հավիտենից, 24 երեցներն ընկնում էին գահի վրա նստողի առաջ և երկրպագում Նրան, որ ապրում է հավիտյանս հավիտենից։ Նրանք իրենց պսակները դնում էին գահի առաջ և ասում. «Ով մեր Տեր ու Աստված, դու արժանի ես ընդունելու փառք, պատիվ և գոհություն, քանզի դու ստեղծեցիր ամեն ինչ, և քո կամքով ստեղծվեցին և գոյություն ունեն բոլորը։ Ամեն»։